Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք միացել եք Գործարար ալիքին։ Մեր տաղավարում շարունակում ենք Digitech-յան հարցազրույցները եւ իմ զրուցակիցն է TeamPay ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Միասին քննարկենք ու հասկանանք դուք այսօր Digitech-ին այս 3 օր, այսօր վերջի օրն է, 3 օրը ինչով եք ներկայացել, ինչ պրոդուկտներ ունեք եւ առհասարակ հանրությանը ինչ ունեք ասելու։ Նախ ես եմ շնորհակալ ինձ ձեր տաղավարում հյուրընկալելու համար։ Նախ նշեմ, որ Digitech-ը լավ մեծ հնարավորություն է տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին իրենց պրոդուկտը ներկայացնելու, իրենց հաճախորդների հետ անմիջապես կապի մեջ լինելու, ֆիզիկական ինտերակցիա ունենալու, նաև բացահայտելու համար, թե իր հաճախորդների պահանջմունքները ինչպիսին են, ինչպես կարող են փոխել պրոդուկտները կամ ինչպիսի նոր ծառայություններ կարող են ներկայացնել։ TeamPay-ը էլեկտրոնային դրամապանակ է, Հայաստանում գրանցված կենտրոնական բանկի կողմից վերահսկվող վճարաշվարկային ընկերություն է։ Մենք այս պահին ներկայանում ենք մեր թվային դրամապանակով, մեր թվային քարտով, որը վիզա տեսակի թվային քարտ է, այսինքն հաճախորդները մեր դրամապանակից կարող են առանց որևէ տեղ այցելելու կամ առանց այդ application-ից դուրս գալու հենց տեղում նույնականանալ եւ պատվիրել իրենց թվային քարտը եւ մեր դրամապանակով օգտագործել այդ թվային քարտը կամ կցել իրենց Google եւ Apple Wallet-ին եւ նաեւ ֆիզիկական տեղերում օգտագործել օրինակ խանութներում առևտուր անել։ Ինչու ենք մենք գնացել թվային դրամապանակ ունենալու, թվային քարտ ունենալու ու ընդհանրապես քարտ ունենալու գաղափարը ինչու է եղել։ Մենք հիմա մեր դրամապանակի մեջ ունենք Team Group-ից բենեֆիտներ, այսինքն հաճախորդները, ովքեր որ օգտվում են Team Group-ի այլ ծառայություններից, օրինակ Team Energy, Telecom, Armenia, BAM, Team TV, կարող են մեր դրամապանակ ունենալ եւ օգտվել տարատեսակ առավելություններից, որը Team Group-ն է տրամադրում, ու մեր վերջնական նպատակն է այդ քարտը, թվային քարտը եւ դրամապանակը դարձնել Team Group-ի էկոհամակարգի հիմնական վճարամիջոց, այսինքն եթե դուք օգտվում եք մեր որևէ ծառայությունից, ձեզ առավել հարմար ու շահավետ է լինելու ձեր վճարումները եւ Team Group-ի եւ Team Group-ից դուրս կատարել մեր թվային քարտով։ Ինչու ենք ընտրել թվային քարտ գաղափարը, որովհետեւ այս պահին Հայաստանում ամենատարածված վճարամիջոցը դա քարտով վճարումն է։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներում այդ behavior-ը չի փոխվելու, մարդիկ շարունակելու են քարտով վճարել ու դրա համար շեշտադրել են քարտի վրա։ Մեր հիմնական նպատակն է դառնալ Team Group-ի հիմնական վճարամիջոց, այն հաճախորդները, ովքեր Team Group-ի ծառայություններից են օգտվում, իրենց վճարումները կատարեն մեր համակարգով։ Մեր մոտ նաև հասանելի են կոմունալ վճարումներ, խմբային վճարումներ, պետական, բանկային վճարումներ, այսինքն վճարումների սպեկտրը։ Ինչպիսին նա տպավորություն է մարդկանց հետ շփումներում, երբ որ դուք ներկայացնում եք քարտային վճարումների մեթոդիկան, նորությունները այդ ոլորտի, ինչպես են մարդիկ դա ընկալում եւ ընդունում, որովհետեւ երբ որ մենք նայում ենք կանխիկից անկանխիկ անցնելու մի փոքր մարդու համար դե բնականաբար ինչ որ մի բանից մյուսը անցումը բարդ է թվում, բայց հետո հեշտություններին սովորելը արդեն ավելի դրական է դառնում։ Ձեր աշխատանքի ընթացքում ինչպիսի բարդությունների եք հանդիպել մարդկանց հետ այդ հարաբերությունների կառուցելու ժամանակ, ոնց եք մարդկանց կարելի ասել ճակերտավոր ասված համոզում, որ ինքը օգտվի ավելի հեշտ տարբերակից, քան բարդ։ Ես իրականում երկար եմ մտածել այն հարցի շուրջ, թե մարդիկ ինչու պիտի անկանխիկ վճարեն կամ ինչ օրինակ պետքա քարտով վճարեն ու որն է այն շարժիչ ուժը, որ պիտի մարդկանց տիպի քարտով վճարել։ Նախ քարտով վճարումների համար շատ կարևոր է այն ունենալ բազմաթիվ առևտրային կետեր, ովքեր որ ընդունում են այդ քարտային վճարումը եւ ի շնորհիվ անկանխիկի մասին օրենքի, որը 2022 թվականին, եթե չեմ սխալվում, մտավ ուժի մեջ, հիմա Հայաստանում մեծամասամբ բոլոր խանութները ընդունում են անկանխիկ վճարումներ ու ես ինչքանով որ շփվել եմ առևտրային կետերի հետ, նույնիսկ նրանք գոհ են, որ այդ լուծումը եղավ եւ իրանք կարողանում են քարտային վճարում ընդունել, այդ ոնց որ բիզնեսների կտորում քարտային վճարման ընդունման ապահովումներ, որպեսզի բոլորը կարողանան ապահովել։ Մյուս խնդիրը գալիս
տալիս է արդեն user-ները, որպեսզի սկսեն օգտագործել, ու նաև էլի տեղ պետությունը լավ քաղաքականություն ունի, թոշակառուներին cashback տալը ամենադժվարը փոփոխություններին հարմարվում են տարեց մարդիկ, եւ եթե իրանք այնտեղ ունեն benefit, իրանք արդեն կամաց-կամաց սկսում են սովորել, ես ոնց որ իմ մայրիկի վրա բերեմ օրինակը, ես իրան մի անգամ ցույց եմ տվել ոնց ինքը պետքա քարտով վճարում կատարի, ու ինքը միշտ արդեն քարտով է վճարում կատարում, որովհետեւ դա ավելի հեշտ է։ Ու քարտային վճարումները սկսեցին մեծ թափով աճել, երբ որ քարտային վճարում կատարելը կանխիկ վճարումից ավելի արագ դարձավ։ Հիմա երբ որ դուք օրինակ դրամարկղի մոտ սպասում եք, ինչ որ մեկը կանխիկ է վճարում, դա ահավոր հերթ է առաջացնում, որովհետև փողը տուր, մաները վերցրու, իսկ օրինակ չգիտեմ Google կամ Apple Pay-ով կամ անհպում քարտով վճարելուց նման խնդիր չի առաջանում, թափ ես անում ու վերջ։ Այդտեղ բան չի, ու հիմա եթե նայենք կանխիկ վճարումների ծավալները նույնիսկ շատ էականորեն տարվա վրա մի քանի անգամ ավելանալով շարունակում է աճել այդ ծավալները, ու դա հիմնականում user experience-ից է կախված։ Եթե դու կարողացար տալ լավ user experience, արագ user experience, որը կտարբերվի կանխիկից կամ այլ վճարամիջոցից, այդ վճարամիջոցը կրելու է։ Իսկ վճարամիջոցը հասանելի դարձնել անչափահասներին, այս մասով ինչ աշխատանքներ ունեք, որ կամ ինչ ունեք ներկայացնելու ծնողը վստահի երեխային կամ ծնողը կառավարի երեխայի ֆինանսական միջոցները։ Դա մենք այս պահին նմանատիպ լուծում չունենք, բայց դրա մասին մտածում ենք, դա ոնց որ մեր մի քանի մրցակիցներ ունեն այդ լուծումները ու ողջունելու է, որ ոնց որ այդ շուկան Հայաստանում զարգանում է, որովհետև երեխային փոքր ժամանակվանից ֆինանսական գրագիտություն սովորացնել, ինչպես ինքը իր ֆինանսները կառավարի, օգնել այդ ֆինանսների կառավարման process-ում, ճիշտ է, որ պետքա ծնողը ունենա վերահսկողություն, այսինքն այդ account-ը պետքա ինչ-որ չափով ծնողի վերահսկողության տակ լինի, ծնողը որոշի, որ ուղղություններով ծախսի երեխան եւ այլն, բայց երեխային փոքր ժամանակվանից տանել դեպի թվային վճարումներ, էլեկտրոնային վճարումներ եւ իր ծախսերի բաջեթինգին, այսինքն իր ծախսերի պլանավորմանը, դա շատ լավ ոնց որ feature է, ու մենք մոտ ապագայում պլանավորում ենք նման product Team-Pay-ում ունենալ, ոնց որ մենք ուշ ենք սկսել, փորձում ենք այս եղած 18-ից բարձր user-ների հարցերը լուծել, նոր անցնել 18-ից ներքև user-ներին, բայց միանշանակ այդ product-ը պահանջված product է ու պետք է ունենալ։ Ուզում եմ մի պահ խոսենք Digitech-յան աժետաժից, Digitech-ում ինչ տեխնոլոգիաներ կան, որոնք հնարավոր է, եթե ուսումնասիրել եք տարածքը, հնարավոր է ներդնել ձեր ոլորտում եւ ձեր համակարգը ավելի լավ զարգացնելու մեջ։ Ես երևի առաջին հերթին կառանձնացնեմ նույնականացման ծառայություն մատուցող իմ ID ընկերությանը, ես որպես այդտեղ 10 բանկ եւ 3 տելեկոմ ներդրում են կատարել այդ կազմակերպություն ստեղծվելու համար, ես Team Group-ից ներկայացված եմ եղել այդ process-ում եւ իմ կարծիքով այս տարի եւ մյուս տարի բոլոր ֆինանսական կազմակերպությունները, վճարահաշվարկային ընկերությունները, բանկերը ինտեգրելու են իմ ID նույնականացման համակարգը իրենց հաճախորդներին նույնականացնելու համար, մենք այս պահին process-ում ենք գտնվում իրանց հետ, մեր մոտ ներդնելու, որովհետեւ օրինակ հիմա մենք նույնականացումը կատարում ենք հաճախորդի անձնագիրը սկան անելով եւ այսպես ասած selfie-ով, երբ որ գլուխը շարժում է ապացուցելու համար, որ հետևում կանգնած մարդը իրականում կենթանի մարդ է ու հետևում կանգնած է, բայց երբ որ այդ ամեն ինչ օրինակ կատարենք հիմա իմ ID-ի միջոցով, որը որ խիստ նույնականացման միջոց է տրամադրում mobile ID-ի շնորհիվ, այդտեղ ոնց որ մի անգամ PIN կոդ ես հավաքում ու այդ ամբողջ անձնագրի սկանը եւ սելֆին անիմաստ է դառնում, ու երևի կառանձնացնեմ իմ ID ընկերությունը, ու մեծ ոնց որ մենք արդեն սկսել ենք process-ը ինտեգրվելու։ Ուրիշ բան երևի Digitech-յան բանից չեմ առանձնացնի, ինչը մեր մոտ կցանկանանք օգտագործել, բայց Digitech-ում ներկայացված են շատ բազմաթիվ ընկերություններ, տարբեր տեխնոլոգիաներով, տարբեր մեծությունների եւ տարբեր խնդիրներ լուծող, եւ երբ որ հասկանում ես թե Հայաստանում ինչ ընկերություններ կան ու ինչ ընկերություններ ինչ կարգի խնդիրներ են փորձում լուծել ու ինչ տեխնոլոգիաներ են այդտեղ կիրառում, ողջավորություն ես ապրում։ Տեսեք, երբ որ խոսում ենք վճարային համակարգերից, ֆինանսներից, առհասարակ դրանց գումարվում են նաև անձնական տվյալներ, ուզում եմ խոսենք դրանց պաշտպանությունից,
ձեր ընկերությունը ինչպես է փորձում այդ կիբեր անվտանգության համակարգերը օգտագործել, որ այդ հսկայածավալ բազաները ապահովի։ Այդ մասով մենք մի փոքր առավելություն ունենք, մենք քանի որ Team Group-ի մեջ ենք գտնվում, իսկ մեր եւ cyber security եւ անձնական տվյալների պաշտպանությունը Team Group-ն է իրականացնում, այսինքն մի մեծ թիմ է, որը նաև պատասխանատու է Telecom-ի համար, ով գիտի եւ բոլոր դժվարությունները եւ բոլոր վտանգները, մենք այդ մասով մեզ ավելի ապահով ենք զգում, քանի որ մի մեծ գրուպի մաս ենք կազմում, ու տեղ առանձին որոշում կայացնել ինչպես պետքա cyber security մասով պաշտպանել, որտեղ Telecom-ը քրիտիկական ինֆրաստրուկտուրա է, նաև վճարաշրջանային ընկերություններն են քրիտիկական ինֆրաստրուկտուրա, բայց մեր թիմը արդեն իսկ նմանատիպ խնդիրները լուծելու մեծ փորձ ունի ու լինելով Team Group-ի անդամ ընկերություն, մենք այդտեղ մեզ առավել քան ապահով ենք զգում։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, մենք շարունակում ենք Digitech-յան տաղավարից հարցազրույցները, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ զրուցակիցն էր TeamPay ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը, կհանդիպենք